Смотри, там сейчас дом весь сгорит. Մոսկվայի բնակելի շենքում պայթունից հետո հրդեհ է բռնկվել։ 3 մարդ է մահացել, 13-ը վիրավորվել են։ Տուժածներից 2-ը երեխաներ են։ Մայիսի 4-ի երեկոյան Մոսկվայի հարավ-արևմուտքում գեներալ Տուլենևի փողոցի 39-րդ շենքի 9-րդ հարկում է տեղի ունեցել գազի պայթյունը, ըստ Մոսկվայի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության։ 9-րդ և 8-րդ հարկերում հրդեհ է, շենքի մի կողմի հարկերը փլուզվել են։ Պայթյունի հետևանքով փլուզվել են շենքի 2 հարկերը։ Մահացածներին գտել են պատշգամբներում։ Այնը հայտնում է, որ գիշերվա կրակը մարվել է, շենքը մեկուսացված է։ Ինձ նույնիսկ թվաց, որ մեր պատուհանները ցրիվ են եկել։ Առաջին բանը, որ արեցի, վազեցի այս ու այն կողմ, տեսա 3 պատուհան ընկել է։ Երբ տեսանք ծուխը, չսպասեցինք տարհանման հրամանի, շուտ դուրս եկանք։ Շենքի բոլոր բնակիչները ետնամուտքով տարհանվել են, մոտակա դպրոցում նրանց համար ժամանակավոր կացարաններ են կառուցվել։ 100 քառակուսի մետր մակերեսով հրդեհը մարելու համար ներգրավվել է 60 մասնագետ և 20 միավոր տեխնիկա։ Մենք հերոսներ չենք, կինը այրվում էր, ես դեռ սարսափած եմ, բայց չէի կարող օգնել նրան, ոչ ոք չէր կարող օգնել։ Եթե անգամ հրշեջները այդ պահին գային, ժամանակ չկար նրան դուրս հանելու։ Միջադեպի փաստով Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։ Հրդեհի պատճառներն ու հանգամանքները պարզելու գործը կվերահսկի շրջանի դատախազությունը։ Անցյալ տարվա հունվարին նույն շենքի մեկ այլ մուտքում նույնպես գազի պայթյուն է եղել։ Մարիամ Ամիրջանյան, Անի Ղանդիլյան, Հայլուրի համար։